Ես շատ ուղիղ եմ ասում մեր հանրությանը եւ հիմա գիտեք ինչ էլ արդեն մեր հանրությանը միջազգային հանրության այդ սահմանները ձեզ հայտնի պատճառներով ջնջվել են, որովհետեւ սոցիալական ցանցեր, ինտերնետ, բոլոր հայտարարությունները վարքյանների ընթացքում հայտնվում են, բոլոր հրապարակային հայտարարությունները վարքյանների ընթացքում հայտնվում են ամենուր, եւ դրա համար այդ սահմանն էլ արդեն ջնջվել մեր հանրության հետ ենք խոսում, թե միջազգային, թե տարածաշրջանային հանրության հետ ենք խոսում, բայց նաեւ մեր հանրությանը իմ հիմնական ուղերձը հետեւյալն է. ես ասում եմ, որ մենք պետք է կարողանանք մեզ նայել նաեւ հասկանալ նաեւ ուրիշների ընկալումը մեր մասին։ Ինչ ուղերձ ենք մենք տալիս տարածաշրջանին եւ միջազգային հանրությանը։ Եթե մենք տարածաշրջանին եւ միջազգային հանրությանը տալիս ենք ուղերձ, որ սպասեք, մենք կհզորանանք եւ տեսեք, թե ինչ տարածքային եւ այլ փոփոխություններ կբերենք տարածաշրջանին, բնականաբար բոլորը կամ առնվազն մի մասը մեզ կընկալեն որպես սպառնալիք։ Եվ եթե մենք լսենք նման հայտարարություններ մեր հարևաններից, մենք էլ դա կընկալենք որպես սպառնալիք, ինչը եւ եղել է։ Ինչը եւ եղել է։ Եկեք չթաքցնենք միջին վիճակագրական ընկալումը Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում այն է, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Եվ ես ենթադրում եմ, որ երբեմն այն բառամթերքը, ընդհանուր քաղաքական բառամթերքը, որ Հայաստանի Հանրապետությունում եւ օգտագործվում է, պարտադիր չէ, որ պաշտոնական մակարդակում, բայց երբեմն նաեւ պաշտոնական մակարդակում դա կարող է ընկալվել որպես սպառնալիք Թուրքիայի համար։ Իմ ասածը այն է, որ կարող է պարզվի, որ մենք շատ կարևոր բան է, որ կարող է պարզվի, որ մենք արդեն պատճառահետևանքային կապը կորցրել ենք։ Արդեն այն կետը, թե որն է պատճառ, որը հետևանք, արդեն կորցրել ենք այդ կետը։ Եվ այդ կետը կորցնելու պատճառով եւ այս ընկալումների պատճառով մենք անցել ենք շատ բարդությունների եւ կատակլիզմների միջով։ Բայց հիմա կա հնարավորություն այս հարցի ընկալումը եւ այս հարցի պատասխանը ձևակերպումը փոխելու։ Հնարավորությունը ծագել է այն բանից, որ թե Հայաստանի կողմից, թե Թուրքիայի կողմից հնչել են ուղերձներ, որ կա ցանկություն եւ Հայաստանի կողմից եւ Թուրքիայի կողմից այդ հարցերի ձևակերպումները փոխել, այդ շեշտադրումները փոխել, դիտանկյունները փոխել։ Եվ սա է պատճառը, որ այդ թվում մամուլը եւ փորձագետները երբեմն ասում են, որ կա պատմական հնարավորություն։ Եվ ձեր հարցին նորից վերադառնալով ես շատ կցանկանամ, որպեսզի ինքս, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, օգտագործեմ այդ պատմական հնարավորությունը։ Եվ ես ընդհանուր, գիտեք ինչ, դուք ճիշտ եք, այդ երանգը կա, ես ինձ հաշիվ եմ տալիս, որ երբեմն հայտարարություններ եմ անում, որոնք ներքաղաքական իմաստով ոչ մի օգուտ չեն բերում ինձ որպես քաղաքական գործիչ եւ մեր քաղաքական կուսակցությանը, բայց մյուս կողմից ես հասկանում եմ, որ այս հնարավորությունը չի կարելի բաց թողել։ Դա ինչի հնարավորություն է, դա հնարավորություն է ուժեղացնել Հայաստանի պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, բայց ինձ համար միանշանակ է, որ դա հնարավոր է անել
այստեղ հիմա այս տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն ունենալու միջոցով, տնտեսական համագործակցություն ունենալու միջոցով եւ հետեւաբար մենք պիտի փորձենք անել հնարավորը այդ հնարավորությունը օգտվելու համար որտեւ ավանդաբար գիտեք ես ուզում եմ անկեղծ ասել նույնիսկ երբեմն հոռետեսներին շատ դժվար է լինում փարատել հոռետեսների հոռետեսությունը որտեվ տեսեք ես ասացի 2022 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը ըստ էության ինքը շատ կարևոր, բայց այնուամենայնիվ այն վերջնական կետը չէ։ Եվ շատերն ասում են, ահա, պարզ օրինակ, որ պայմանավորվածությունն է ձեռք բերվել, այդ պայմանավորվածությունը չի իրագործվում, դուք պետք է, այսինքն ինձ է ուղղված այդ հարցը, դուք պետք է արձանագրեք այդ քաղաքականության ձախողումը։ Ես դրա հետ չեմ համաձայնվում։ Եվ ես եւ մեր քաղաքական թիմը վճռական են համբերատար, հետեւողական խոսակցության, երկխոսության, փաստերի եւ փաստարկների դաշտում հասնել նրան, որ տարածաշրջանը Հայաստանի Հանրապետության համար լինի կայունության, խաղաղության եւ բարեկեցության աղբյուր, բայց որպեսզի դա տեղի ունենա տարածաշրջանը պետք է նաև տարածաշրջանի մյուս երկրների համար լինի խաղաղության, համագործակցության, բարեկեցության, անվտանգության եւ կայունության աղբյուր։ Ես իհարկե առաջին հերթին իմ հոգսը եւ պարտականությունը եւ կոռեկտել չի, ես չեմ էլ կարող այլ երկրների փոխարեն մտածել եւ ձևակերպել այլ երկրների շահերի համար, բայց նաև 2021 թվականի ընտրություններից հետո մեր կառավարության ծրագրում մի այսպիսի կետ մտավ, մենք այդ կետը անվանում ենք տարածաշրջանացում։ Ինքը շատ շերտեր է պարունակում, ինքը ընդհանրապես բառ է, բայց շատ շերտեր է պարունակում, սա նշանակում է, որ մենք մեր քաղաքականությունները վարելիս առաջին հերթին ընկալում ենք մեզ որպես տարածաշրջանային երկիր, առաջին հերթին, սա չի նշանակում, որ մենք մեր այլ հարաբերությունները սահմանափակելու ենք կամ կտրելու ենք կամ նվազեցնելու, բայց մենք առաջին հերթին տարածաշրջանային երկիր ենք մեզ ընկալում եւ հետաքրքիր բանը ինչով էր հետաքրքիր, տեսեք, երբ որ մենք ծրագրում այդ թեզը մցրեցինք, ես արձանագրեցի իհարկե հանգամանքները պարզ չէին, բայց դա 2021 թվականն էր, բայց 2023 թվականները ինչով էին էական եւ կարեւոր, որ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ այդ ժամանակաշրջանում հանդիպումներ էի ունենում եւ քննարկումներ էի ունենում մեր տարածաշրջանի բոլոր երկրների ղեկավարների հետ։ Այդպիսի իրադրություն, ինչքան էլ տարօրինակ թվա, մեզ համար չի եղել շատ սովորական։ Այսինքն եւ իմիջիայլոց վերադառնալով Թուրքիայի հետ մեր հարաբերությունների դինամիկային, գիտեք, ես պետք է ուղիղ ձեզ ասեմ, որովհետեւ այս հանդիպումը եւ նման հանդիպումներ իրանք ավելի իմաստավորված կլինեն, որպեսզի մենք մաքսիմալ երկիմաստություններից խուսափենք։ Գիտեք, այն ժամանակներում, երբ որ օրակարգում էր, որ պետք է շփումներ լինեն Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների միջև, ասենք ինքնին փաստը, որ նման շփում է տեղի ունենում, կարող էր շատ բարդ արձագանք ունենալ սոցիալական ցանցերում եւ այլն եւ այլն։ Եվ բնականաբար հանրության արձագանքներ որոշակիորեն կաշկանդում են նաեւ այդ հանրության կողմից ընտրված իշխանությանը։ Բայց հիմա ես դա շատ կարևոր ձեռքբերում եմ համարում, շատ պարզ մի բան նշեմ, որը ինքը կարող է առաջին հայացքից պարզունակ թվալ, բայց խորհրդանշական։ Օրինակ, երբ որ ես Նյու Յորքում ունենում եմ հանդիպումներ,
ամենատարբեր երկրների ղեկավարների հետ եւ իմ հանդիպումների մասին փոքրիկ նյութեր ենք տեղադրում իմ Facebook-յան էջում եւ ես վերադարձի ճանապարհին արձանագրում եմ, որ իմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ ամենաշատ տարածումն է գտել մեր սոցիալական ցանցերի մեր օգտատերերի շրջանում, ամենաշատ դիտումները, ամենաշատ հավանումները եւ ես նայում եւ զարմանում եմ։ Ես զարմանում եմ։ Բայց հիմա կարող է թվալ լավ Facebook-ի լայքերն են քննարկում, բայց ելի եմ ասում, մենք պետք է դինամիկայի մեջ լինենք։ Օրինակ մեր առաջին հանդիպումը այդպեսին չէր, այլ ընդհակառակը հիմնականում նեգատիվ ֆոնով էր։ Նույնիսկ հանդիպման փաստը, թե ինչու պետք է Հայաստանի Հանրապետության վարչապետը նման հանդիպում ունենա եւ այլն։ Այսինքն նկատի ունեմ շատ բարդություններ արդեն իսկ հաղթահարված են, որը պրակտիկ առումով ինքը վիճակագրության մեջ չի արտահայտվում, առևտրաշրջանառության եւ այլն։ Ես դա ձեռքբերում եմ համարում, ուղիղ պետք է ասեմ։ Ես դա ձեռքբերում եմ համարում եւ նաեւ էսա պատճառը, որ ես ասում եմ, որ հոռետեսներին ասում եմ, վաղ է արձանագրել այս ուղղության եւ այս քաղաքականության ձախողման մասին, ավելին ասեմ, ես համոզված եմ, որ եթե մենք հետեւողական, հանդարտ, փաստարկների վրա հիմնված, փոխադարձ հարգանքի մթնոլորտում այս փոքր քայլերով առաջ շարժվենք, հարցը այն չի լինելու, կլինի կարգավորում, թե չէ, հարցը լինելու է երբ կլինի կարգավորում, դա ընդհանրապես լինելու է ժամանակի հարց, որը ամենատարբեր հանգամանքներով իհարկե կազդվի, կարող է այդ կարգավորումը հետաձգվի եւս 3 ամսով, եւս 6 ամսով, եւս մի տարով, բայց դա այլևս այսօր արդեն իմ ընկալումն այն է, որ դա ժամանակի հարց է եւ մենք պետքա համբերատար այդ ժամանակի հետ քայլենք եւ առաջինը առաջնորդվենք չվնասելու տրամաբանությամբ։ Եթե մենք շատ կոնկրետ դիտավորյալ վնասներ չհասցնենք այս գործընթացին փոխադարձաբար իմ կարծիքով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հիմա արդեն ժամանակի հարց է։